Փաստորաթերթը գրում է վերջին օրերին համացանցում տարածված մի տեսանյութ նոր լույս է սփռում միջազգային մրցակցության եւ Հայաստանի շուրջ ձևավորված իրավիճակի վրա։ Տեսանյութը, որը ըստ ամենայնի պատրաստել են USAID-ի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկա կամ նախկին աշխատակիցներ, ներկայացնում է սուր քննադատություն սեփական ղեկավարության հասցեին մեղադրելով ռազմավարական սխալների եւ Բրիտանիայի ազդեցությունը չզսպելու մեջ։ Հոլովակի հեղինակները պատմում են, որ տարիներ շարունակ հավատացել են իրենց առաքելությանը, աջակցել ժողովրդավարությանը, քաղաքացիական հասարակությանը եւ ազատ ընտրություններին տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում։ Սակայն հիմա նրանք փաստում են, այդ ծրագրերը վերածվել են աշխարհաքաղաքական պայքարի դաշտի, որտեղ ԱՄՆ-ն նահանջում է, իսկ Բրիտանիան աստիճանաբար ստանձնում է գլխավոր դերակատարությունը։ Տեսանյութում նշվում է, որ հենց Լոնդոնի կողմից է մշակվել Հայաստանի համար ճանապարհային քարտեզ, որը ենթադրում է Արցախի վերջնական կորուստ Թուրքիայի հետ հարաբերությունների արագ նորմալացում եւ Հայաստանի օգտագործում որպես ռազմական ու քաղաքական հարթակ տարածաշրջանային մրցակցության մեջ։ Փաստորաթերթը գրում է 3 Գյումրու քաղաքապետարանի Փաշինյանական շոուն, որը քաղաքական դաշտը եւ փորձագետները գնահատում են որպես հերթական քաղաքական հաշվեհարդար, խորքային պատճառներ ունի։ Բացի ավանդական դրդապատճառները, երբ բոլոր այն հանգամանքներում, որտեղ ընդդիմությունը հաղթել է ընթացքում տարբեր միջոցներով, այդ թվում իրավապահ գործիքակազմով փորձում է արվել դրությունը շտկել։ Կան նաև ընթացիկ պատճառներ, իմաստավորի առաջիկա համապետական ընտրություններից առաջ իշխանության համար կարևորագույն քաղաքական իրադարձություն է համարվում վաղարշապատում կայանալիք ավագանու ընտրությունը։ Մեր ունեցած տեղեկություններով հատուկ ծառայությունները Փաշինյանին զեկուցել են, որ այդ ընտրություններում ԿՊ-ն խայտառակ պարտություն է կրում։ Ըստ այդմ Գյումրիում հենց այս փուլում նման մասկի շոուի միջոցով Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին փորձում է հուսահատություն սերմանել վաղարշապատում, հասկացնելով, թե միևնույն է, ում էլ ընտրեն, ինքն է վերջնարդյունքում որոշելու, ով կլինի համայնքի ղեկավար։ Ավելին, ըստ փորձագետների, որքան Նիկոլ Փաշինյանը շատ է նման միջոցների դիմում, այնքան հանրությունն ավելի շատ է հակվում ի հեճուկս իրեն ընտրել ընդդիմադիր ուժերի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Հայաստան է գործուղել Շահան arczepiskopos Սարգսյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ վարելու նպատակով մեր ձևով շարժման ղեկավարը հայտարարեց, որ եկել են բանակցելու վարչապետի հետ, որպեսզի նա դադարեցնի ճնշումները եւ կաթողիկոսի գանկեցության ակցիան։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով հայ առաքելական եկեղեցու շրջանակներում անհանգստություն է նկատվում այն փաստի առիթով, որ Կիլիկիո կաթողիկոս Արամ կարծես բավարար ջանքեր չի գործադրում կանխելու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող ճնշումները։ Կարճ ասած, ըստ եկեղեցական աղբյուրների Կիլիկիո տան կաթողիկոսությունը կարծես որոշ չափով հեռու է մնացել ամենայն հայոց կաթողիկոսի Նիկոլ Փաշինյանի իրականացրած ռեպրեսիաների դեմ պայքարից կողմերի միջև գոյություն ունեցող երկարամյա անհամաձայնությունների պատճառով։ Հրապարակ թերթը գրում է Գյումրու օպերացիային զուգահեռ ԿՊԱ-ական պաշտոնյաները բանուգորձը թողած 3 սինխրոն գրառումներ էին անում Վարդան Ղուկասյանին որակելով թալանչի, կոռուպցիոներ չսպասելով դատարանի որոշմանը, մոռանալով, որ Հայաստանը հռչակել են իրավական պետություն։ Վարդանի օպերացիային մեզ հասած տեղեկություններով նաև արցախցիներ են մասնակցել։ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերներից մեկը Ոման Ա Գրիգորյանը Արցախում, հայտնի Չոլկամակ անունով զինվորականի Արարատ Մելքումյանի փեսան է։ Նա նաև ԱԱԾ փոխտնօրեն է եղել 44 օրյայի ժամանակ Մարտունու ինքնապաշտպանությանն է մասնակցել։ Իրավունք թերթը գրում է. ըստ մերձ իշխանական աղբյուրների կառավարությունից բոլոր մարզպետներին եւ համայնքապետերին հրահանգ է իջեցվել աչքները 4 արած հետեւել աշխատակազմին տեղակալներից միջև հավաքարար հակ եղած դեպքում ժուճոկներ տեղադրել, որ հասկանանք ով ում բարեկամն է։ Ըստ նույն աղբյուրի համայնքապետական բոլոր կառույցներում փնտրվում են այսպես ասած կռիստեր։ Հրապարակ թերթը գրում է. մեր ձևով շարժման շաբաթ օրվա հանրահավաքը որոշ տեղեկություններով հիստերիայի մեջ է գցել իշխանությանը։ Հանրահավաքից հաշված ժամեր առաջ Խաչատուր Սուքիասյանի բենզալցակայաններում անվճար բենզին բաժանելու ակցիան բավականին խոչընդոտել էր մասնակցությանը, բայց երբ հաշվարկը ցույց էր տվել, մի քանի տասնյակ հազար մարդու մասնակցություն գործի էին անցել։ Գիտեինք, որ պատրաստվում են ֆեյք ձայնագրություններ դաշնետել, իբր քաղաքացիներին փողով են միտինգ բերում։
եւ իրոք հաջորդ օրը տարածեցին, որին մեր ձևով շարժումից արձագանքեցին, որ իրենք որևէ կապ չունեն իշխանությունների մեր ձևով շարժման նկատմամբ սևեռումն արտահայտվեց նաեւ 3 Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո, երբ շարժման անունից աջակցություն հայտնեցին Գյումրու քաղաքապետին, ԿՊԱ-ականները մոռանալով Ղուկասյանին լցվեցին մեր ձևով շարժումը քլնգելու գործին։ Հրապարակ օրաթերթը գրում է, իշխանությունն առաջնորդվում է Խրախճանք ժանդախտի ժամանակ սկզբունքով։ Շաբաթ օրը Սյունիքի մարզի տեղ Սամանամերձ գյուղի Ուրցասար բարձունքում տեղադրվել է Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր դրոշը, որի համար ըստ համայնքապետարանի աղբյուրի 14 միլիոն դրամ է հատկացվել հարակից տարածքը կարգի բերելու, հողաթումբ հարթեցնելու եւ նմանատիպ այլ աշխատանքների համար։ Ուրցասարը տեղակայված է տեղ եւ քարաշեն բնակավայրերի միջև։ Միջոցառմանը ներկա են եղել իշխանական պատգամավորներ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսետ Պողոսյանը, որը տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի մորեղբայրն է, հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը եւ մի շարք պաշտոնատար անձիկ։ Սա այն համայնքն է, որը պատերազմից հետո թշնամու հարձակումների հետևանքով ավելի քան 100 հեկտար հող է կորցրել Կորնիձոր, Խնածախ, Խոզնավար համայնքների շրջանում։ Մինչև վերջերս ամենօրյա ռեժիմով այստեղ կրակոցներ էին հնչում։ Մեզ չհաջողվեց համայնքի ղեկավարի հետ կապ հաստատել, մեզ ասացին նաև, որ Ղուլունցի նկատմամբ ապօրինի հանք օգտագործման կասկածանքով վարույթ է հարուցվել, որին կանդրադառնանք առաջիկայում։